Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ փաստաբան իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Պարոն Մելիքյան, այսօր ազգային ժողովում մի զարմանալի պատկեր տեսանք, լրագրողները, այդ թվում նաև ես էի այնտեղ, փորձում էինք խորհրդանշական ակցիա իրականացնել Անդրանիկ Քոչարյանի արած հայտարարությունների հետ կապված, բայց ի զարմանս մեզ եկան եւ առգրավեցին այդ պաստառը, որի վրա ընդամենը գրված էր Անդրանիկ Քոչարյան բերանդ մաքրիր։ Նախ կուզեի դուք որպես իրավապաշտպան գնահատական տայք ընդհանրապես պատգամավորի այդ արտահայտության հետ կապված ուղղվածքին լրագրողին եւ երկրորդ այս ակցիան ինչու էսպես խափանեցին, չէ՞ որ ժողովրդավարության բաստիոն է հռչակված Հայաստանը։ Շատ լավ, ողջունում եմ, առաջին անգամ եմ ձեր տաղավարում։ Ես այդ օրը, երբ որ Անդրանիկ Քոչարյանը այդ անպարկեշտ արտահայտությունը իրեն թույլ տվեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, ես չէի իմանում ինչպես կարելի է արձագանքել, որովհետև ուղղակի դժվար է կոռեկտության սահմաններում որևէ գնահատական տալ դրան։ Ընդամենը հիմա կարող եմ ասել, որ ծայրահեղ զզվելի է առհասարակ այս թեմային անդրադառնալը, որովհետև տղամարդը այդպիսի բան իրան թույլ տա, շատ խոսքեր չկան մի խոսքով, ինչ աշճան տհաճություն ունեմ այս թեմայի հետ կապված։ Եվ այդ պահին իմ երկրորդ միտքն այն էր, որ կարծեք թե մյուս լրագրողները չկողմնորոշվեցին, ինչպես իրենց պետք է այդ պահին դրսևորեին։ Սա վատ լուրն է, լավ լուրն էլ այն է, որ կարճ ժամանակ հետո լրագրողական համայնքը կարծեք թե բավական մեծ համախմբում ունեցավ այս հարցի շուրջ։ 161 լրագրող ստորագրել։ Հա, այդ տեսնում եք 161 լրագրող ստորագրել է եւ սա շատ ողջունելի է, որ նման համախմբում եղավ, որի դրսևորումներից մեկն էլ կարծեք թե այսօրվա ակցիան էր, որովհետեւ դրսևորումներից այլ դրսևորումներ նույնպես ես տեսել եմ հայտարարությունների ձևով, տարբեր կարծեք թե իրավական գործընթացներ են նախաձեռնվում կարգապահական պատասխանատվության մասով եւ այլն։ Սա շատ ողջունելի է, որովհետեւ մեդիայի դերը թերագնահատել հնարավոր չէ, իսկ մեդիայի ներկայացուցիչների պատիվը արժանապատվությունը պետք է հատուկ պաշտպանության առարկա լինի, որտեղ այդ մարդիկ դուք այն գործն եք անում, որը ժամանակակից հասարակությունում ուղղակի անհնար է պատկերացնել։ Իրականում ես այնպես չի որ ինչ-որ նոր բան եմ ասում, իմ ուսանողներին միշտ ասում եմ, որ երկու մասնագիտություն կա՝ իրավաբանությունը եւ լրագրությունը, որոնց աշխատանքի որակից է կախված տվյալ հասարակության առողջության աստիճանը։ Խոսքը վերաբերում է հասարակական առողջությանը։ Երրորդ մասնագիտությունն էլ արդեն ֆիզիկական առողջության մասով, արդեն բումբժիշկները։ Այդ տեսանկյունից ես ամբողջությամբ իմ համերաշխությունն եմ հայտնում այս գործընթացին եւ հույս ունեմ, որ եթե որևէ մեկը սրանից հետո փորձի նման կերպ իրեն պահի մեկ այլ լրագրողի կամ նույն Տիկին Ջեբեջյանի նկատմամբ, տեղում գտնվող լրագրողները արդեն որոշակի պրոտոկոլ կունենան, որպեսզի նրանք նույնպես տեղում արձագանքեն, որը շատ ավելի ճիշտ կլիներ։ Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային։ Տեսեք, կարծեք թե մեր աչքին արդեն սովոր է դարձել, որ ազգային ժողովում պետք է այսպես զորանոցային պայմաններ հիշեցնող իրավիճակ լինի։ Այդպիսի բան չի եղել։ Այսպես կոչված են նախկինների օրոք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև 2000 նույնիսկ 18 չէ, 2000 կարծեմ 21 թվականը նման բան չի եղել։ 21 թվականից հետո է Ալեն Սիմոնյանը ազգային ժողովը դարձրել զորանոց։ Այսինքն այնտեղ կան զինված մարդիկ ֆորմայով եւ այլն, որ երբ որ որում մեծ թվով։ Այո, դա արդեն ես չգիտեմ, ես վաղուց ազգային ժողովում չեմ եղել, վստահ եմ, որ թիվը հաստատ 4-5 հոգի չէ, շատերն են երևում, որpիսի հանկարծ եթե որևէ մեկի մտքով անցնի իրենց քիմքին ոչ հաճո ինչ-որ բան անել, նրանք միանգամից միջամտեն։ Բայց հակառակը չեն անում։ Օրինակ, երբ որ ԿՊԱ-ական պատգամավորներն են հարձակվում, տվյալ դեպքում հարձակում չկար, խոսքի ազատության սահմանափակում կար, հարձակվում դիմադիր պատգամավորների նկատմամբ, նրանք որևէ կերպ չեն միջամտում։ Այսինքն դրանց կարելի է համարել ԿՊԻ ոչ թե պետության շահերը սպասարկող ինչ-որ զինված խումբ կամ եթե ոչ զինված, ապա համազգեստավոր խումբ։ Այդ մարդկանց օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար եւ այսօր հենց դրա դրսեւորումներ։ Մեր երկրում իդեպ ցանկացած հարց քննարկելիս մենք պետք է փորձը հաշվի առնենք։ Մեր երկրում եղել է դեպք, ես հիշում եմ,
եթե չեմ սխալվում 2015 կամ 16 թվականին էր, երբ լրագրողները անգամ ազգային ժողովի նիստերի դահլիճ են մուտք գործել, նրանց թվում հիմա կա ԿՊԱ-ական պատգամավոր, ես նայեցի այդ լուսանկարը, կա Սարգիս Խանդանյան։ Հա, բանը հիշեցրեցիք, բայց առնվազն մեկ ԿՊԱ-ական պատգամավոր մարդ, որ էլի իրենց հետ էր հիմա մեկ այլ ընդդիմադիր երևի թե հրճակված քաղաքական թիմում է Հայկ Մարությանի, կարծեք թե թիմում ներկայումս ակտիվ դեր ունեցող անձ, որը քաղաքապետ տարանում էր աշխատում։ Մի խոսքով մարդիկ կային, որ հետո որոշակի նաև հանրային դիրք են։ Հիմա նույն Սարգիս այդ ծերացած անձնավորությունը ամոթ չի անում ինքը այս ամեն ինչից հետո։ Այսինքն իրեն որ լրագրողները վաղը հարցնել ոնց էս վերաբերվում, ինչ պետք է պատասխանի։ Ինքը երբ որ պաստառով ներս մտավ եւ մարդիկ որոշակի պաուզա տվեցին, կարճ ժամանակ կամ չգիտեմ, մի քանի րոպե կամ թեկուզ 1 րոպե իրենց բողոքի ակցիան իրականացրեցին, թողեցին գնացին, ինչ փոխվեց։ Այսօրվա այդ զինված մարդկանց ներխուժումը լրագրողների օթյակ նրանց կողմից այս խոսքի ազատության ըստ էության սահմանափակումը ես բնականաբար դատապարտում եմ, մեղմ եմ ասում, որ դատապարտում եմ, իմ հարգանքը եւ համերաշխությունն եմ հայտնում բոլոր լրագրողներին եւ նաեւ ասեմ իմ անունից եմ ասում, նաեւ մեր 5 իրավապաշտպանների նախաձեռնության անունից եմ ասում, որ իրավական գործընթացների անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նաեւ խորհրդատվության եւ անհրաժեշտության դեպքում այլ քայլերի։ Սա շատ կարեւոր հարց է եւ ուրախ եմ, որ մենք սրանից սկսեցինք մեր զրույցը։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Մելիքյան, վերջին շրջանում կարծես քրեական գործերի, ավելի ճիշտ քրեական հետապնդումների, ակտիվ քրեական հետապնդումների նոր ալիք կա։ Գիտեք, այսօր խորհրդարանում 2 պատգամավորների անձեռան մխելիության հարց էր քննարկվում, կա Էդգար Ղազարյանի գործը, որով դուք պաշտպան եք, ինչ process է, ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց էլի կրկին սկսել քրեական գործեր, ակտիվ քրեական գործերով կերակրել հանրությանը։ Կարծում եմ երկու պատճառ կա այս նոր սեզոնի, քրեական հետապնդումների նոր սեզոնին։ Կներեք հիշեցեք նաև Գյումրու տեխնացուներին Ռուբեն Մխիթարյանին կանչեցին ոստիկանություն, նաև այդ քննչական կանչեցին։ Այ քննչական։ Ոստիկանության շենքում է գտնվում, բայց քննչականն է։ Նույն Գյումրու հետ կապված ես անձնապես սուտ կլիներ ասել, որ շատ մեծ սիմպաթիա ունեմ այդ մարդու նկատմամբ, բայց Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացված այդ խայտառակ գործողությունը հենց մինչև ընտրաշավը սկսել է, դա էլ հիշատակենք, դա էլ ինչ-որ մարդու քաղաքական հետապնդման դրսևորում է, որ եկան, գետնին տվեցին, տարան, մի քանի ժամ իբր թե զենք են փնտրում։ Արթուր Վանեցյանի թիմն է արդեն որերորդ անգամ ասում, որ նրանց հետ կապված անձանց են անդադ նույն հիմքով ձերբակալում տանում, զենք են փնտրում, հետո զենք չի գտնվում։ Քաղաքական հետապնդումների տրամաբանությունը այս իշխանությունների այս ընթացքում սեզոնների բաժանենք, եթե երկու այսպես դրսևորում է ունեցել, առաջի դրսևորումը այն է, որ նրանք նախապատրաստվում են նոր հնարավոր բողոքի գործողություններին, մարդկանց աչքն են վախեցնում, նոր այսպես խնդիրներով են կաշկանդում, վճռականություն են ցույց տալիս, սա մի դրսևորումն է, եւ երկրորդ դրսևորումն այն է, որ փորձում են այսպես փորձարկել հետապնդման նոր գործիքակազմ։ Օրինակ նույն Էդգար Ղազարյանի մասով մենք տեսանք, որ ամեն դեպքում Հարությանը ոչ հայտնի այսպես հոդվածի կիրառում էստեղ եղավ եւ կարծեք թե ուզում են դրանով երաշխիքներ տալ դատավորներին, դատախազներին, քննիչներին, սահմանադրական դատարանի դատավորներին, որ տեսեք, մենք ձեզ նորովի ենք պաշտպանելու։ Նույն սահմանադրական դատարանի դատավորները այստեղ կարևոր դեր ունեն, որտեղ ի վերջո ինչ որ ամեն դեպքում հույս ունեն, որ ինչ որ փաստաթուղթ են տանելու նաև սահմանադրական դատարան եւ այլն։ Սա էլ երկրորդ տրամաբանական բացատրությունը կարող է լինել, հավանաբար երկուսը միասին։ Կոնկրետ նույն Էդգար Ղազարյանի մասով պետք է նշել, որ ես ուսումնասիրեցի դաշտը, դատավորների նկատմամբ մի քանի գործեր կան, թե այս հոդվածով, թե դրան բավական մոտ մեկ այլ հոդված կա, եւ դրանց մի մասը քաղաքական նշանակություն ունի, օրինակ Գյումրեից մի անձնավորություն կար քաղաքական գործունեությամբ ոնց որ թե զբաղվող,
որոշակի արտահայտություններ արել Արմեն Գրիգորյանի կալանքը տված դատավորի նկատմամբ դեռ 2022 թվականին Արուսյակ Ալեքսանյան, այո, ինչ որ արտահայտություններ արել, որ դատալեքսում դա չի երևում, եւ արդեն որի-որ տարին է այդ մարդուն դատում են։ Որի-որ տարին է, ինչի են 3 տարի մարդուն տանում բերում, չեմ հիշում, ինչ էր Արտուր էր կարծեմ անունը հասկանալու չեմ հիշի ներողություն։ Այսինքն այս հոդվածը կիրառվել է, բայց հիմա նոր մակարդակի բերվեց, կարծեք թե երաշխիք են փորձում տրամադրել որոշակի անձանց, որոնք որ իրենց սպասարկելու են ճակերտավոր իրավապահ բլոկով։ Գիտեք, որ այս իշխանությունները պատրաստվում են սահմանադրություն փոխել, համենայնդեպս այդպես հայտարարում են, եւ վերջերս արտադրության նախարար Սրփուի Գալյանը մի այսպիսի հետաքրքիր արտահայտություն թույլ տվեց իրեն, որ նոր սահմանադրությունը չպետք է հակասի խաղաղության պայմանագրի եւ խաղաղությանը։ Դուք հեղինակավոր իրավաբան գիտնական եք, ես էլ շուտով կդառնամ իրավաբան եւ ես գիտեմ, որ մայրօրենքը սահմանադրությունն է եւ միջպետական պայմանագրերը, համաձայնագրերը պետք է սահմանադրությանը չհակասեն։ Ինչ տրամաբանությամբ է շարժվում ՔՊ-ն եւ ինչ տեսք է ունենալու այդ նոր սահմանադրությունը, պարոն Մելիքյան։ Սրփուի Գալյանը քաղաքական կերպար չի եղել։ Գիտեք, այստեղ շատ գայթակղիչ բան կա, պրոֆեսիոնալներին ինչպես են խաբում, ասում են, դե դու քաղաքական գործունեությամբ չես զբաղվելու, հիմա քո գործով կզբաղվես, բայց այդպես չի։ Դա թակարդ է եւ Սրփուի Գալյանը հիմա այդ թակարդում է, ցավում եմ, որովհետեւ չի ասի, որ տենց փայլուն մասնագետ էր, բայց վատ մասնագետ չէր։ Եվ նրա ասածը ըստ էության այն է, որ մենք անելու ենք Ադրբեջանի պահանջը, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այսինքն քաղաքացիական պայմանագրի ադրբեջանա-թուրքական օրակարգի սպասարկման ռետրանսլյատորի դեր է կատարում Սրփուի Գալյանը, ուրիշ ոչ մի բան։ Սրփուի Գալյանը չլիներ, մեկ ուրիշը կլիներ, ցավում եմ, որ Սրփուի Գալյանն է։ Իսկ այդ նոր սահմանադրությունը ձեր կարծիքով ինչպիսին է լինելու։ Ամեն դեպքում նախ պետք է այն գրել իմանալ։ Ես չգիտեմ ովքեր են աշխատելու։ Կոչ եմ անում, որ հատուկ դեր տան Դանիել Հովհաննիսյանին բոլոր հարցերով մասնագետ։ Դե անպակաս է այդպիսի հարցեր։ Դե թող բացի տեսնեք ինչ է գրում, ինձ համար շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ այդ սահմանադրությունը չի ընդունվելու, ես կարծում եմ, որ չի հաջողվելու այս թիմին նոր սահմանադրություն փոխել, այդպես եմ կարծում։ Հուսով եմ առաջի հերթին եւ երկրորդ հերթին կարծում եմ։ Դրա համար շատ կուզենայի ԿՊ-ի գրած սահմանադրություն տեսնել անկեղծորեն։ Նաև որպես իրավաբան նախագիծ ավելի ճիշտ, ոչ թե սահմանադրություն, այլ նախագիծ, որտեղ հուսով եմ չի դառնալու սահմանադրություն։ Գիտեք, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ միջազգային իրավական ատյաններից փոխադարձաբար հայցերի հետ քաշումն է։ ԿՊԱ-ականները վստահեցնում են, որ սա փողզիչում է, բայց իրավաբանների մոտ նաև կա կարծիք, որ մենք ավելի շահեկան դիրքերում էինք այս հարցում։ Դուք ինչ կարծիք ունեք։ Միանշանակ ավելի շահեկան դիրքերում են, մեր նկատմամբ բացահայտ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին անում, Արցախի հայաթափումը ցեղասպանության կոնվենցիա, դա ցեղասպանություն է, ցեղասպանությունը մենակ մարդկանց գնդակարերը չի։ Էլ չեմ խոսում այն կամերաների տակ ոնց էին մարդկանց մորթում։ Եվ հիմա այս թիմը հրաժարվում է դրանցից։ Ես դա համարում եմ հանցակցություն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, որը վաղեմության ժամկետ չունի։ Ինչ փաթեթավորում ուզում են դրան ներկայացնել։ Մի բան էլ ասեմ, ես հիշում եմ այն ժամանակ, որ նոյեմբերի 9-ի պայմանագրով գերիների փոխանակում էր, չէ՞ նախատեսում։ Մենք ինչ ում ունենք միանգամից ափալ մարդասպաններ մի քանի տարի նստած, երեխայասպան, ափալ-թափալ բոլորին վերադարձրեցինք, իսկ հակառակորդը ոչ։ Իսկ մենք ինչով ենք երաշխավորված, որ այս թուղթը ստորագրելուց հետո հաջորդ օրը դրանք այդ բաները հետ են վերցվելու կամ եթե հետ էլ վերցվեն, նոր հայցեր չեն ներկայացվելու։ Դրա երաշխիքը ո՞րն է։ Որում Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի։ Դա եմ ասում, ինչի հիմա վրա պետք է փոխհատուցում վճարի, այսինքն պետք է հայց ներկայացվի, որ փոխհատուցում վճարի։ Սա այլ բան չի, քան ադրբեջանա-թուրքական պահանջների իրականացումը, դիտեք, դա գաղտնիք չի, դա հնարավոր չի դա թաքցնել։ Եվրոպական դիվանագիտության, Գերմանիայի մյուսների իրենց հայտարարությունները ինչ են, մենք ողջունում ենք Հայաստանի խիզախ զիջումները։ Մարդիկ բացահայտ ասում են։ Ոնց կարելի է դա թաքցնել։ Ամոթ է ուղղակի դա հերքելը։ Զիջումներ են դրանք, փոխզիջումներ չեն։ Բայց այնուամենայնիվ ինչ եք կարծում, կստորագրվի այդ փաստաթուղթը եւ ինչպիսի իրավական ուժ կունենա նա։ Չեմ կարող ասել, բազմաթիվ գործոններով է պայմանավորված։
ես կարևորեի մեր գործոնը, այսինքն հանրության գործոնը, ես նրա կողմնակից եմ, որ մարդիկ կազմակերպեն որոշակի փողոցային շարժում, ես փողոցային շարժման կողմնակից եմ։ Նստել սպասել 2026 թվականին թե ինչ է լինելու, ես դրա կողմնակից չեմ։ Ես 7 տարի է մարդկանց աչքի առաջ, ես իմ ընկերները փորձում ենք հնարավորինս ֆուտբոլային տերմինաբանությամբ ասած պաշտպանական գիծը պահելը։ Եվ մեր համար ցավալի է, որ հարձակման գիծը կարծեք թե շատ լավ չի աշխատում։ Հարձակման գծի մասով հարցնեմ, շատերն են ձեզպես սպասում փողոցային շարժման, գիտեք հիմա Նիկոլ Փաշինյանին անվստահության process կա ստորագրահավաքի տեսքով, Բագրատ Սրբազանի կողմից իրականացվող, դուք այդ շարժման կարևոր դերակատարներից եք եղել, պարոն Մելիքյան, ձեր կարծիքով այդ շարժումը երկրորդ շանս ունի, թե արդեն սպառվել է։ Դժվար հարց եք տալիս, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ Բագրատ Սրբազանը բավական մոտիվացված է գործում, ես կարծում եմ, որ պետք է սպասենք, տեսնենք այս, այսպես ասեմ, տաքացման փուլից հետո ինչ քայլեր են լինելու եւ կատեգորիկ հետեւություններ չանենք բացասական բնույթի։ Ամեն դեպքում ես հասկանում եմ հանրության այն մոտեցումը, որ մենք վստահեցինք, մենք եկանք, շատ-շատերն ինձ փողոցում մոտենում այդ հարցերը տալիս են։ Ես պատասխանողի դերում եմ, թեև ես քաղաքական հատվածին որևէ մասնակցություն չեմ ունեցել, բայց պատասխանողի դերում եմ, բայց մարդկանց ասում եմ, որ որևէ մեկը այս բանին ես որևէ մեկին որևէ կոչ չեմ անում, բայց նաև կարծում եմ, որ ինչ-որ կատեգորիկ բաներ պետք չի անել, ակտիվացման շրջան է, տեսնենք։ Տեսնենք ինչպեսի առաջարկ է ներկայացվելու հանրությանը։ Բայց ամեն դեպքում փողոցային պայքարը Սրբազանից եք ակնկալում։ Շատ անկեղծ ասեմ, ես այնպես չի, որ ինչ-որ կոնկրետ անձից եմ ակնկալում։ Ես սպասում եմ հանրությանը ներկայացվող առաջարկների։ Կարող է լինել Սրբազանը, կարող է լինել մեկ այլ դերակատար, կարող է լինել մի քանի դերակատարներ։ Դրա պահանջարկը կա եւ ես հույս ունեմ, որ դեռ տարիներ առաջ երբ ինձ սովորեցնում էին, ասում էին, որ եթե կա ինչ-որ բանի պահանջարկ, ապա անպայման կլինի առաջարկ, այդ ոսկե կանոնը գործելու է։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցներից մեկն էլ անվստահության գործընթացն է, իմպիչմենթը։ Դուք հավանական համարում եք այդ ճանապարհը, ակնկալում եք, որ խորհրդարանական ուժերը կգնան այդ օրենքով տրված այդ հնարավորությունով։ Ես մի բան ասեմ, գուցե շատերի կարծիքի, չգիտեմ, համընկնի կամ չհամընկնի, բայց ես իրավաբանին ոչ բնորոշ մի բան ասեմ։ Իրավաբանությունը ունի շատ հստակ սահմաններ։ Քաղաքական հարցերը քաղաքական ճանապարհով են լուծում։ Իրավական գործիքները դրա արձանագրումներն են։ Այսինքն, այո, ես տեսնում եմ իմպիչմենտի գործընթացը որպես գործիք, որը կարող է կիրառվել, բայց այն կարող է կիրառվել քաղաքական գործընթացի արդյունքում, ոչ թե ինքնին։ Այսինքն, ես չգիտեմ գործողությունների հաջորդականությունը, բայց այստեղ առաջնային դերը պետք է լինի քաղաքական բաղադրիչը, այլ ոչ թե իմպիչմենտի բաղադրիչը։ Կարող ենք մենք հիմա դրա անունը դնել իմպիչմենտի գործընթաց, բայց չպետք է մոռանանք, որ դրա առանցքում պետք է լինի քաղաքական բաղադրիչը։ Մենք տեսանք Այսինքն, բացատրեմ, փողոցային շարժումը որոշակի փողոցային շարժմանը բնորոշ գործիքակազմ է։ Պարոն Մելիքյան, անցած տարի, երբ որ փողոցային շարժում կար, մենք տեսանք ոստիկանական շատ բիրտ գործողություններ, մեղմ ասած, դուք քանի որ process-ի մեջ եք, դրանք իրավական գնահատականներ ստացան ի վերջո եւ ինչ եք կարծում, եթե փողոցային պայքար լինի, անգամ գուցե էլի ավելի ուժեղ ոստիկանական ուժեր կենտրոնացնեն։ Հնարավոր է, բայց ամեն ինչ իր սահմանը ունի, կախված է նաեւ հանրության մասնակցության աստիճանից, այն վստահության աստիճանից, որ կազմակերպիչները կունենան հանրության մոտ, բայց անցյալ տարվա մասով ասեմ, որ ես մեծապես մեղադրում եմ դրա համար նաև կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան այն խայտառակ հայտարարությունը, որ տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերից հետո, երբ իրական մեղավորներին նրանք արդարացրեցին եւ մեղավոր ճանաչեցին ժողովրդին, որը հիմք հանդիսացավ այդ խայտառակ հետապնդումների, տասնյակից ավել մարդ 2-3 ամիս անազատության մեջ պահվեց, հիմա փառք Աստծո այդ 12-ի գործը, այսինքն հունիսի 12-ի գործը, որով 16 անձ է անցնում, բոլորը ազատության մեջ են, բայց հարաբերական ազատության մեջ են։ Վարչական հսկողություն է կիրառվել, այդ անտեր սարքերն են մարդկանց ոտքերի վրա, շաբաթը մեկ պետք է գնան գրանցվեն։
Այսինքն հարաբերական է այս ազատությունը։ Իսկ ոստիկաններից որևէ մեկը մեր աչքի առաջ ամենաարտահայտիչ օրինակը բերեմ, Աբրահամի գլուխը ջարդեցին, ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս։ Սամվել Վարդանի դեպքը հիշենք, ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս։ Մեկ տարին է շուտով լրանում։ Խոշտանգվեց ոստիկանական բաժնում։ Այո, եւ դա, այո, այս իշխանությունների մեծագույն հանցագործություններն են, որոնց նրանք ներգրավում են ոստիկանությանը, բայց այստեղ կարևոր է նաև մենք ավելի թիրախային լինենք եւ հասկանանք, որ այստեղ նաև կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հայտարարությունը դեսպանատան դա պետք է քննարկման առարկա դառնա եւ ես մի քանի օր առաջ հիշում եմ մի քանի քաղաքացիներ, որոշ քաղաքական խմբեր բողոքի ակցիա են անում հենց այդ պահանջով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պերսոնա նոն գրատա հայտարարելու համար հենց այդ հայտարարության համար, որով նա դուր բացեց, կանաչ լույս բացեց ոստիկանական խայտառակ ապօրինությունների համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը Հայաստանում գցեց։ Դա նախորդ ամերիկյան իշխանությունների նշանակած դեսպաններ։ Ես հույս ունեմ, որ ներկայիս իշխանությունները թույլ չեն տա այնպիսի խայտառակ բաներ, որոնք որ տեղի են ունեցել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի փաստաբան իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, կհանդիպենք։